դեպքում։ Մենք նաև մի հատ ուրիշ տեսարաններ ստացանք, եթե ունենք այդ կարող ենք ցուցադրել, որ Թրամփը ասում է տեսեք ինչ հաջողություն ենք արձանագրել, տեսեք ինչ ընկերներ են, Ալիևը եւ Նիկոլը եւ ձեռք են սեղմում, այս այլանդակությունը շարունակվում է, սա բառից բուն իմաստով այլանդակություն է, չունենք մենք այնտեղ որ առաջ է գալիս եւ ասում է մի հատ թողեր կենան ձեռք սեղմեն իրան, այդպես էլ չհրաժարվեց իր այն խոսքերից։ Ալիևը այդպես էլ չհրաժարվեց, որ ասում էր հարբեցող ծաղրածու է, եւ չի հրաժարվում իր պահանջներից, որտի սահմանադրությունը փոխեց, անկախության հռչակագրից անես, դուրս չի գալի Հայաստանի Հանրապետության տարածքներից, միջև հիմա սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, մի փոքր հատվածում այնտեղ էլ մենք տարածքներ ենք տվել, դե դուք պատկերացրեք, եթե առանց սա ամրագրելու խաղաղության պայմանագիր ելնում, սիրելի հայրենակիցներ, որ տենց անտարբեր ձեր համար ապրում եք, ինչ է նշանակում, թե դեռ ինչքան տարածքներ է պատրաստում կամ գուցե ամբողջությամբ է պատրաստում վերջնել, ոչ թե գուցե հստակ ամբողջությամբ է պատրաստում վերջնել Ալիևը, հակառակ դեպքում կամրագրվեր եւ կորոշվեր եւ դրանից հետո կգնային խաղաղության պայմանագրի։ Այս այլանդակության մասին, հա, խնդրեի խոսեիք։ Գերիների մասին չեմ ասում, որ բացարձակել հենց այնտեղ կարող էր որ գնացել էր այդպես եղկելի ժպիտով ինչ որ բաներ ասում, կարող էր ընդհանրապես մեկ անգամ եւս հիշեցնել, շատ ես չգիտեմ, ընդհանրապես հիշեցրել է, խոսել է մեր գերիների մասին, այդ բերանը բացած, այտենց քեզանից գոհ ուր է իր գնում, հա? Խոշտանգված եւ ցմահ դատապարտված գերիների ֆոնին կամ զահթված գրավված Արցախով եւ Հայաստանի տարածքները հանձնած եւ էլ չեմ ասում որ հիմա էլ բան երևի բերանը բացել է երջանկացել է իր արունակիցներին բան արել չէ երկու հատվածներ հեսա կապելու է իրար արանքում էլ գան մեզ ոչնչացնեն Դե այս հանդիպումով իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանի իշխանությանը եւ իշխանության վարած քաղաքականությանը։ Երկու բան թուրքական երկրների կապվելուն, դե գիտեք, որ տարածքներ են Հայաստանից ստացել նվեր, ոչ մի բանի դիմաց տարածքներ է նվիրել Ամերիկային, որն էլ ծախելու է հեսա թուրքերի վրա։ Ու ձեզ էլ մոլորեցնել թե համար է ցավոտ, որ մենք ասում ենք թուրքական եւ երկու իրենց համար դա սովորական մի բան է։ Ես ուզում եմ ցավոտ լինի մեզ հետևորդները, մեր ժողովուրդը գիտակցի, ինչ է մեզ սպասում 3 ամսից, եթե սա մնում է իշխանության։ Լավ, մի օր պիտի գիտակցեք դուք, վեր կենա գնաք, չգիտեմ, պայքարի կամ ընտրության։ Մի օր պիտի դա հասկանաք, ձեր կենցաղից բանից դուրս գաք, հասկանաք ինչ է սպառնում ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Հələ հայրենիքը ասենք թե ձեզ կարևոր չի ձեր համար։ Դե ցավոք սրտի մարդու բնույթը այնպեսին է, որ միջև ինքը իր մաշկի վրա իր վրա չի զգում կորուստի ցավը լինի դա նյութական կամ այլ ինքը դե որ մարդը մի քիչ խելք ունեն գոնե տեսնում է չէ մյուսների գլխին ինչ եկավ դե չի լինում մարդը ուրիշի վրա ուրիշի սխալների վրա չի սովորում դե չի սովորում հիմա դե Արցախում էլ հավատացին բանի Նիկոլին էին ողջունում հետո այն ինչ էր Արայիկ Հարությունյանին գնացին ընտրեցին բա ինչ էին մտածում Հա ես ամեն ինչով պաշտպանեմ, հասկանում եմ թե ինչ ոնց կործանեցին Արցախահայությանը, Արցախը ոնց կործանեցին, բայց այդտեղ նաև մի քիչ բանն էլ կա, չէ, Արցախցիները որ Արայիկ էին ընտրում, ինչ էին մտածում, հա? Բասում էին, չէ, բացատրում էին, չէ, իրենց։ Որ Արայիկը այս կործանողի եղբայրն է։ Բացատրում էինք, չէ։ Չէին հավատում։ Հիմա նույնն ենք ասում, չգնաք ընտրությունների կամ անտարբերին է կամ գնաք եւ ազգակործանին ընտրեք, նույն ավելի խայտարակ բանը ձեր գլխին ա լինելու։ Այսինքն հետին թվով բանը Վենսը կգա կամ Թրամփը կասի ինչ է ասում, չի տենց երկիր է եղել։ Ինքան տեսնում եմ այդ պատկերը, Թրամփն ասում չի տենց երկիր է։ Ես ասել եմ Ալբանիա, ես ասել եմ Հայաստան։ Ալբանիայում չի ասել։ Իսկ ինքը ինչ ուզի կարող է ասել։ Ինքը որպես այդպեսի ծաղրացու կերպար են էլի իմ հրապարակ բերել։ Չէ, այդպես են արել, ասում են ինչ ուզում, ինքը ասում է։ Իսկ եթե իրականում ուզում եք իմանաք թե աշխարհի գլխին ինչ են բերելու, Ռուբիոին լսեք, Վենսին լսեք, կհասկանաք։ Իմիջիալը շատ հետաքրքիր մի հատ բան կար, այդ ասեցի Ռուբիո հիշեցի, որ ինքը ելույթ իր հիմնական ելույթում ոնց որ այսպես բաներ հուշում Եվրոպային, որ տեսեք ձեր բոլոր արժեքները դուք կորցնում եք, մենք չենք ուզում, որ Եվրոպան
թուլանա, մեզ թույլ գործընկեր պետք չի, մենք կողմենք, որ իր բոլոր արժեքները պահի, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել միգրանտների հետ կապված եւ այդ ուղղությամբ ոչինչ չեք անում, բայց տեսեք Միացյալ Նահանգները արդեն արթնացել է այդ ուղղությամբ անում, այնպես որ մենք մտածում ենք ձեր մասին։ Ըստ էության նաեւ դա է ասում Ռուսաստանը կամ Պուտինը, որ մենք այսպիսի նաև բաներ կա չէ որ այս պատերազմը Ուկրաինայի դեմ ըստեյության նաև Եվրոպայի համար է որ եվրոպական արժեքները մնան պահպանվեն որտեղ Եվրոպան կործանվում է դուք հավատում եք այդ անկեղծությանը Միացյալ Նահանգների որ իրենք շահագրգռված են որ Եվրոպան հին տեսքով իր արժեքներով կոնսերվատիվ պահպանողական բարձր խորը մեծ կրթական մշակութային համակարգով մնա դա անկեղծություն չի ուղղակի քանի որ ԱՄՆ-ն նախապատրաստում է Եվրոպային պատերազմի Ռուսաստանի դեմ ինքն էլ լինի որպես կողքից նայող դատավոր եւ այս Եվրոպան այդ միգրանտներով այս արժեքներով այդպես կոչված որ մարդիկ էլի զբաղված են իրենց նյութականի մասին են մտածում հաճույքներ չգիտեմ հանգիստ եւ այլն այսինքն ավելի հեռահար բան ունեն հա եկեք նոր կոնսոր ազգային արժեքներ ինքը պետք է Եվրոպան մոտիվացված լինի այդ պատերազմին հա դա ինքը այսօրվա եվրոպացին Ֆրանսիայի 5 գեներալներ կռվող չի եվրոպացին կռվող չի այսօրվա բայց որպեսզի ինքը Ռուսաստանի դեմ կռվի ինքը պետք է մոտիվացված լինի որտեղ վերջը երբ որ բայց դա շատ վտանգավոր երկու կողմ ունի հետո մի օր էլ ասելու են այսինչ բան նկարտումներով է Միացյալ Նահանգները մեզ մոտ մի օր էլ է դա գալու եթե ազգային այդ բանը բարձրացավ ինչ իրենք հաշվարկ չեն արել մի օր էլ դա է լինելու դե իրենք դա այդ ազգայինը որ բարձրացնում են դա այնպես չի էլի որ տենց հիմնավոր պետական հիմքերի վրա դրվող մի քաղաքականություն են վարելու հիմա ասենք Ուկրաինայում էլ են ազգայինը բարձրացնում են ազգայնականության անվան տակ թվում է թե ազգայինն է բարձրանում այդ ազգայնական ջոկատները որ ստեղծել են այդ նացիստական էլի թվում է թե ազգային է բայց դա վերահսկվող ազգային էր ինչ վերահսկող այդ նույն բաներ չէ կոմունիստական սոցիալիստական բաներ ուներ չէ իր մեջ ամենասկզբում Հիտլերը հետո տեսակ Անգլիան կարողացավ շատ դրան բոլորովին փոխել եւ ազգայնական ինչ որ ծայրահեղության մեջ գցեցին հետո պատուհաս դարձավ իրանց գլխին հիմա նույն վտանգը չկա որ եթե այդպես ազգային բանը Եվրոպայի մեջ փորձեն արտնացնել մի օր դա կարող է շրջվել իրենց դեմ չէ որտեղ դե իրանք վերահսկելու են process-ը իրանք գիտեն դե Ուկրաինայում եղավ որ Ուկրաինան դարձավ ազգային պետություն որը ասի ես իմ եղբոր Ռուսաստանի դեմ չեմ պատերազմելու ԱՄՆ այս ինչ ես դու անում չէ այսինքն իրենք այնպեսի կառավարելություն են ստեղծում այդ ազգայնականության այդ իրականում այնպես չի որ ամուր պետական հիմքեր են դնելու ազգային պետության այնքան որ դե բայց մյուս կողմից Ուկրաինան նոր բան անկախ պետություններ այնտեղ մենք խոսում ենք Գերմանիայի Ֆրանսիայի մասին այնպես ուրիշ բան չի էլի վաղուց նաև ամուր ինչ որ բան հիմքեր կան համեմատելու չի էլի ասում դե ժամանակ է պետք ամեն ինչի համար ժամանակ է պետք դրա համար իրենց ռազմավարությունը իրենց բաները ցանկությունները իրենց շահերն են սպասարկում իրենց շահը որպեսզի թիրախը Ռուսաստանի չլինի ԱՄՆ-ն լինի Եվրոպան իրենք նախապատրաստում են բախում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև ինչ է սպասում Եվրոպա Ռուսաստան դե Եվրոպայում էլ կա միջուկային հրթիռներ տակտիկական Ռուսաստանում էլ կա միջուկային հրթիռներ ԱՄՆ-ի համար շատ լավ կլինի շահեկան կլինի եթե Եվրոպան ու Ռուսաստանը միմյանց դեմ միջուկային հրթիռներ օգտագործեն երկուսն էլ թուլանում են այդտեղ հայտնվում են Միացյալ Նահանգները ասում են երկուսը թուլացած եք եկեք ենթարկվեք ինձ իմ իշխանությունը ընդունեք ես ձեր հարցերը կլուծեմ նույն Միացյալ Նահանգները բավականին երկար աշխատանք է տարել որ այն անձինք որ հիմա Եվրոպայում եկել են իշխանության կան իշխանության չէ եւ մնան իշխանության այն ինչ որ իրենք առաջարկում են այս մարդիկ շատ արագ կարող են թռչել իշխանությունից ճիշտ է այդ վտանգներ կա չէ հետո եթե այսպես այդ ազգային բանը ձևավորվեց ես չեմ կարծում որ մեծ այդ ընտանիքի մեջ Եվրոմիության ընտանիքի մեջ իրենք շարունակեն մնալ որտեղ այնտեղ ազգային շահեր եւ այլն հիմա շատ ավելի կառավարելի է մի հատ ինչ են կնոջ անն ինչ է բերել են կալաս բան մի 3 հոգի գտել են էլ ոչ մեկ պետք է ինչ որ բան քննարկել վեր են կենում ճակատային բան այդ գիծը տանում են շատ ավելի հեշտ է իրենց համար այո հնարավոր է որ փոխվեն Եվրոպայում որովհետեւ լիբերալ ղեկավարները
դժվար կարողանան եվրոպացիներին մոտիվացնել պատերազմով գնալ Ռուսաստանի դեմ։ Բայց այդ ազգային բաները մի օր շատ արագ կարող են անգամ եթե 4-5 երկիր էլ դուրս գա Եվրոմիությունից, արդեն նոր խնդիրներ են, չէ՞, առաջ բերելու իրենց նոր հարցերով եւ այլ։ Իսկ հիմա շատ ավելի կառավարելի չի։ Կալասի ու անի այդ պայմանավորը այդ գտել են այդ կանանց պայմանավորը։ ԱՄՆ-ն Եվրոպայից չի վախենում, ընդհանրապես խնդիր չի Եվրոպան իր համար, միակ պետությունը, որ վախենում է Ռուսաստանն է մի պատճառով, որտեղ Ռուսաստանը միակ պետությունն է, ով ունի այնքան զինատեսակ, որ ունակ է ոչնչացնել Միացյալ Նահանգները։ Այլ բանից ինքը չի վախենում։ Ոչ մի այլ պետություն ԱՄՆ-ի համար վախենալու չի, ոչ մեկ։ Ռուսաստանը եթե չունենար միջուկային զենք, այն չափով եւ այն մասշտաբների, որ հիմա ունի, վաղուց Իրանի պես իրեն ռմբակոծում էին։ Բայց դա բացարձակ չի կանգնեցնում Միացյալ Նահանգներին, երեք էլ որոշեցին սանկցիաները երկարաձգել եւս 1 տարով։ Ոչինչ, երբ որ Ռուսաստանում իշխանության կգան եւ պաշտոնյաներ կզբաղեցնեն միջին եւ վերին օղակներում հատուկ ռազմական օպերացիան անցած եւ հիմա նախապատրաստվող կառավարչական պաշտոններին էլիտան, այդ ժամանակ նոր կխոսանք, տեսնենք Միացյալ Նահանգները ոնց են խոսելու։ Երբ որ մի Սուզանավ կամ մի քանի Սուզանավ կհայտնվեն Պոսեյդոնով Նյու Յորքի ափերի մոտ, այդ ժամանակ այդ խոսեն։ Հիմա դրա համար կա դեռ ժամանակ, հա, Ռուսաստանում էլ դա լինելու է Տրամպի օրոք։ Իմ կարծիքով Տրամպի օրոք։ Չէ, Ռուսաստանի ընտրությունների մասին եմ խոսում, բայց մեր ընտրությունները շատ ավելի շուտ են ու մենք կարող ենք բառից բուն իմաստով ուշանալ։ Եվ այդ ուշանալը մեզ արժանա, ասենք, վերջնական հայ ժողովրդի ոչնչացում։ Դե այո, բայց դա նենց չի որ ինչպես Արցախի պատրաստի լուծումները ունենք մենք հիմա։ Եթե այս խալները գնա, ուրեմն Արցախին կորցնել, մեր ժողովուրդը չգիտակցեց։ Հիմա այդ է շուտ է, մեզ մոտ ընտրությունները շատ ավելի շուտ են, քան այն ընտրությունները, որ Ռուսաստանում կայանան, հետո հասունանա այդ պահը, որ Լարվաչյանն կետին հասնի, որ ասի պատրաստ եմ հարվածելու եւ ինչ որ իմաստով հետ քաշվի Միացյալ Նահանգները, այնպես որ այս ամիջը ես խոսում եի նրա համար, որ հասկանանք մենք նորից ու նորից գանք նրան, թե մենք ինչի մեջ ենք եւ մեզ ինչ է սպասում եւ ինչու է այդքան կարեւոր, որ ընդդիմությունը այսօր ճիշտ աշխատի եւ ընտրությանը կարողանա մարդկանց հանել եւ մարդիկ վերջապես գիտակցեն, որ այս ընտրությունով պայմանավորված է իրան ոչնչացնելու են, եթե Նիկոլը մնաց ինքը չի լինելու, ոչ էլ հայ ժողովուրդն է լինելու այստեղ։ Իրան եւ Միացյալ Նահանգներ էլի շատ լուրջ չի կարծեմ հետեւել թե ինչ է ասում Թրամփը, այսօր արդեն ասեցին 30 քանի կործանիչներ, նավերը դե այսպես մոտեցել են, կլինի այդ հարվածը թե չի լինի, դե ժամը մեկ ինչ որ մի բան է ասում Թրամփը։ Ամեն ինչ կախված է Իրանից։ Պատրաստ է ինքը արդյոք իր ինքնիշխանությունը, իր միջուկային ծրագիր ունենալու իրավունքը պաշտպանել, թե կա ինչ-որ սահման, որից հետո ինքը հանձնվելու է։ Ինչքանով ինքը պատրաստ եղավ, այնքանով Ռուսաստանը օգնության ձեռքը կմեկնի։ Բայց եթե նա հանկարծ որոշեց, որ ճամփի կեսից հետ քայլ է անելու, Ռուսաստանը չի ասելու, գիտես ինչ, ԱՄՆ չէ, Իրանը պարտադիր պետք է միջուկային ծրագիր ունենա։ Ինչը իդեպ նույնն էլ Հայաստանին է վերաբերում։ Եթե Հայաստանը չի ուզում ունենալ ատոմակայան, նորմալ, դա Հայաստանի որոշումն է։ Ռուսաստանը չի կարող ստիպի ասի, գիտեք ինչ, եկեք, չէ, ես պարտադիր ստիպում եմ ձեզ, որ դուք ատոմակայան, լավ ատոմակայան ունենաք։ Դե չեք ուզում, մի ունեցեք։ Այսինքն կախված է վճռականությունից։ Այդ պետության վճռականությունից, ինչքանով է ինքը վճռական դիմակայելու։ Այդ առումով ամենավճռական պետությունը այսօր Հյուսիսային Կորեան է, որի վեճը չի, ինչպես կներեք արտահայտությանս համար, ժողովրդական լեզվով, ինքը ինքնիշխան պետություն է, ասում է ճիշտ է Ռուսաստանն է, իր զորքը ուղարկում է Ռուսաստանին օգնության, միջուկային զենքն էլ ունի, Ռուսաստանն էլ իր այդ պայմանագիր է ստորագրել ռազմական օգնության, եթե ագրեսիայի ենթարկվում, վերջ, ինքը այդ վճռականությունը թույլ է տվել Ռուսաստանի իր օգնության ձեռքը մեկնել, ինքն էլ այդ օգնության ձեռքը սեղմել է։ Ինչ է սպասում Սին Ձինպինի եւ Թրամփի հանդիպում, բայց նաեւ տեսեք թե որ անպայման միջև այդ Պուտինն էլ կամ կխոսի կամ ինչ-որ բան կքննարկի նոր։ Թրամփը ցկտում է իր դեմ ապստամբած ճամբարը քանդել։ Թուլացնել Ռուսաստանի դիրքերը, այսինքն ԱՄՆ գերիշխանությունը պահպանելու համար ինքը պետք է այդ ճամբարը քանդի։ Ստիպի, որ պոտենցիալ
այդ ճամբարի պոտենցիալ մասնակիցները բարձ է, որ այդտեղ առաջնային Ռուսաստանն է առաջնագծում է ինքը եւ շոկեքաշն է ինքը, բայց որ կողքից կպնողները այդ շոկեքաշին չլինեն, փոկվեն այդ շոկեքաշից, ինքը դա է անում, Թրամփը դա է այդ հարցն է լուծում։ Բայց ես կարծում եմ, որ այդ գնացքը արդեն գնացել է։ Այդ Թրամփի համար հիմա իմ կարծիքով ինքը սխալ է թույլ տալիս, ինքը պետք է միգուցե իրեն ինքը չի կարող այնպես միանշանակ քայլեր անել, որտեվ իր հետևում կա էլիտա, որը իրեն թելադրում է նա ինչ պետք է անի, այսինքն ԱՄՆ քաղաքական համակարգում պատահական մարդիկ չեն գալի նախագահ դառնում։ Ոչ էլ այլ պաշտոններ։ Հետևաբար մեզ սպասում է լուրջ էսկալացիա, լուրջ։ Պետք է ԱՄՆ կոպիտ ասած են, որ գիտես մի հատ լավ զենք ունես ձեռդ հաղթական։ Դիմացինը գիտես լավ ուժեղ է քեզնից, բայց դու գիտես, որ այդ զենքը կիրառեցիր կամ վախացրեցիր, դիմացինը կապիտուլյացիա է ենթարկվելու։ Դու գնում ես կռիվ ես ման գալի, որ այդ կռիվալին այդ զենքը կարողանաս օգտագործես։ Այո, Ռուսաստանը կռիվ է ման գալի ԱՄՆ-ի հետ, բայց այդ զենքը չի օգտագործել, այդ զենքով վախացնելու է, ու ԱՄՆ-ն հետ քայլ է անելու։ Շնորհակալություն։